Տիկին Եսայան լսումներն մասնակցում, ես կուզենայի հասկանայի ինչ է տեղի ունենալու, որովհետև ինչ ակնկալիքներ ունեք եւ ակնկալելի է Հայաստան դաշինքի միանալը, հա։ Իրականում շատ կարևոր բան տեղի ունեցավ, ի պատիվ ունեմ խմբակցության, պիտի ասենք, որ համառորեն իր գիծը առաջ մղեց այս կառավարությանը անվստահություն հայտնելու մասով եւ նաեւ ի պատիվ Հայաստան խմբակցության Իշխան Սաղաթելյանը այսօր դուք լսեցիք առավոտյան հայտարարեց, որ իրենց բոլոր ստորագրություններով միանում են պատիվ ունեմի նախաձեռնությանը, ընդ որում ասաց, եթե այս թերթիկը, այս ձևաչափը չի բավարարում, պատրաստ ենք ստորագրել պատիվ ունեմի ձևաթղթի տակ, սա նշանակում է, որ ընդդիմադիր խմբակցությունները, այս դեպքում արդեն Հայաստան խմբակցությունը հասկացավ, այո, որ այլ ճանապարհ Նիկոլին հեռացնելու, քան սահմանադրական ճանապարհն է անվստահություն հայտնելու գոյություն չունի։ Սա նշանակում է, որ պարլամենտում այս շենքում ընդդիմությունը այլևս միասնական է։ Բայց ուրիշ կարևոր բան նաև տեղի ունեցավ, որովհետև մեր Հայաստան խմբակցության հարգելի գործընկերները մի տեսակ ասում էին գնացեք ԿՊ-ից նույն այդ նախադասությունը այլ ենթատեքստերով նորից հնչում է եւ նայում եք սոցիալական ցանցերում եւ նաեւ խոսքում, որ ԿՊ-ից ստորագրություններ պետքա բերել։ Ես կարծում եմ, քանի որ եղավ այդ միասնականությունը, ուրեմն ԿՊ-ի ստորագրությունները նաեւ միասնաբար պիտի վերցվի, որովհետեւ դա արդեն դարձավ բոլորի գործը, ընդդիմադիր բոլոր խմբակցությունների գործը։ Եվ քանի որ ես որոշակի շրջանակների հետ որոշակի շփումներ ունեմ, կարող եմ վստահեցնել, որ ԿՊ-ից այդ 20 ստորագրության հավաքելը զուտ տեխնիկայի հարց է լինելու այլևս, որովհետև ԿՊ-ում նույնպես կան մարդիկ, որ հասկանում են, թե Նիկոլը ինչպիսի լուրջ բան է, քայլերի է տանում մեր երկիրը, ինչպես է ոչնչացնում եւ ինչ ճակատագրական քայլեր է անում։ ԿՊ-ում նույնպես դա հասկանում են, ես հույս ունեմ, որ նրանք նույնպես ճիշտ աշխատանքի պարագային, նրանք նույնպես այլևս կհնչեցնեն իրենց անունները եւ կմիանան այս նախաձեռնությանը, որովհետեւ հակառակը Հայաստանի Հանրապետության եւ պետականության կորուստն է։ Մենք դա անելու իրավունքը չունենք։ Ուրիշ մի հետաքրքիր բան այս լսումներից, եթե տպավորությունս ձեզ հետաքրքիր է։ Ուրեմն ես, որ 96 թվականից ազգային ժողով, ընդդիմություն, օպոզիցիա եւ պոզիցիա եմ լուսաբանում, մի հետաքրքիր դրվագ նկատեցի։ Մենք երբևէ չենք ունեցել մեր պատմության մեջ 30-ամյա այսքան միամիտ եւ այսքան անկեղծ ընդդիմություն։ Ուրեմն ամեն ինչի մասին խոսում են բաց, ինչ պիտի անեն այդ մասին խոսում են բաց, քայլերի հաջորդականություն են պահանջում այսօր դահլիճում նշտած ոչ միայն պարլամենտական ընդդիմություն, այլ նաև արտապարլամենտական ընդդիմության ղեկավարներ, ներկայացուցիչներ բաց ուզում են ամեն ինչի մասին իմանալ հրապարակավ, տեսեք այստեղ դրված է այս էկրանը, բոլորը լսում են, հաստատ հիմա 4 ականջով Նիկոլենք լսում են այս ամեն ինչը, ուզում են այդ քայլերի հաջորդականությունը հրապարակվի, հիմա, հենց հիմա ասվի ինչը եւ ինչպես, բայց զուտ տրամաբանորեն սահմանադրության մեջ այդ քայլերի հաջորդականությունը կա, սահմանադրությունը բոլոր քայլերը նշել է անվստահության գործընթացի հետ կապված եւ այլն։ Մի մտավախություն էլ նկատեցի այս լսումներից, հիմնականում հարցնում էին, բա հետո ինչ է լինելու, լավ, ասենք այս ստորագրությունները հավաքվեց, իմպիչմենտի գործընթացը եղավ եւ ընդունենք, որ Նիկոլին հեռացրեցինք հենց անվստահության գործընթացով, ինչ է լինելու եւ ինչպես։ Դա նույնպես սահմանադրության մեջ նշված է, ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն, այս կառավարությունը ունենալու է ժամանակավոր վարչապետ, այս վարչապետը նշանակելու է արտահերթ ընտրություններ եւ ամբողջ երկիրը գնալու է խորհրդանական ընտրության առանց ԿՊ-ի իշխանության։ Այդ պարագային ԿՊ-ն այլևս չի լինելու իշխանություն։ Սրանք նույնպես սահմանադրական նշված այլևս ճանապարհներ են եւ ինձ անկեղծ ասած ուրախացրեց նաեւ որ ընդդիմությունը ոչ թե այսպես վերացական մի բան էր, այլ դարձավ շատ կոնկրետ եւ արտախորհրդանական ընդդիմադիր իմ գործընկերների հետ զրույցներում եւ Հայաստան խմբակցության իմ գործընկերների հետ ես հասկացա, որ վերջապես 21 թվականի արտահերթ ընտրություններից հետո վերջապես բոլորը հասկացել են, որ այլ ուղի, այլ ճանապարհ չկա։ Նիկոլը պիտի հեռանա, Նիկոլին պետք է հեռացնել
բայց ինչպես Արմեն Աշոտյանը նշեց, ոչ թե մենք սպասենք, որ Նիկոլը ինքը հեռանա, ոչ թե մենք սպասենք, որ Նիկոլը պետք է հեռացվի ինչ որ անորոշ մի խմբի կողմից, այլ մեզնից յուրաքանչյուրը պիտի ամեն ինչ անի, որ Նիկոլը իր ԿՊ-ով այլևս չլինի իշխանություն։ Սա կարծում եմ մեզնից յուրաքանչյուրը եւ բոլորը արդեն գիտակցեցին, մնում է մեր հասարակության մյուս շերտերին նույնպես սա ընկալելի դարձնել եւ կարծում եմ գործընթացը արդեն սկսված է։ Ես հույս ունեմ, որ այս գործընթացը արդյունքի հասնելու է, որովհետեւ ես հավատում եմ հայի հետին խելքին։